Պարոն Մկրտչյան, ուզում եմ մի թեմայի մասին էլ խոսել, գիտեմ ձեզ համար խնդրում եմ չեն յարդային ամեն դեպքում։ Չէ, այսօր փորձեմ չճղանամ։ Այսօր չեմ ճղանամ, չէ, ներքի չեմ ճղանամ։ Երևի։ Վերջերս Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին, որտեղ հարցնում են, թե երկրորդ նախագահը ինչի համար է, այսպես ասած, փոշմանել, հա։ Նա ասում է, որ լսել եմ, էդի վրա շատ է ազդել։ Այո, հաջորդ, այսինքն Սերժ Սարգսյանին վստահաբար հա, հիմա լայվ ինձ ջան։ Հաջորդին։ Հիմա ես կփորձեմ անենց խոսամ փաստերով ու առանց որևէ վիրավորական բանի, կփորձեմ տենց խոսամ, ընդհանրապես խոսանք փաստերով, ոչ թե զոմբիավարի։ Զոմբիավար չէ, փաստերով եկեք խոսանք։ Ես իմեջում հաջորդ օրը գրել եմ։ Իմեջում գրել եմ 2008 թվականի ընտրություններից առաջ, նախ կներեք, ես ասեմ նոր։ Ուրեմն այդ որ լսեցի ես առաջի ռեակցիան, գիտեք իմը ինչ եղավ, ինչ միտքս եկավ։ Միտքս եկավ Նապոլեոնի, դե Նապոլեոնը պատմական իմ ամենասիրած կերպարն է, ես Նապոլեոնին շատ եմ սիրում։ Ու շատ եմ ցավում, որ Նապոլեոնը պարտված մեռավ, էլի։ Նապոլեոնի իմ ամենասիրած կերպարն է, ու այդ Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքը լսելուց հետո միանգամից ինձնից անկախ հետ եկավ միտքս, որ Նապոլեոնը երբ որ դառնա կայսր, ու արդեն իրան պիտի հռչակեն կայսր, ըստ արարողակարգի, պետք է իրանց հոգևոր առաջնորդը, ոնց որ իրանց կաթողիկոսը, բերի կայսերական գահը դնի կայսրի գլխին։ Երբ որ գալիս է այդ պահը, որ պետք է կայսրի իրանց կաթողիկոսը, հոգևոր առաջնորդը, չգիտեմ ոնց է կոչվում, երբ որ գալիս է որ այդ գահը բերի դնի Նապոլեոնի գլխին, դե կարգը տենց է, էլի։ Նապոլեոնը ասեց կաթողիկոսի ձեռից վեկալում է, ինքը դնում է իր գլխին, ասում է ես սա նվաճել եմ։ Հասկանում եք, ուրեմն Սերժ Սարգսյանը ինքն է դարել նախագահ, իրան ոչ ոք, մենակ իրան կար ասի Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 93 թվականին բերեց պաշտպանության նախարար։ Նրանից հետո Սերժին ոչ ոք ոչ մի բան չի նշանակել, ինքը իր ձեռով գնացել է։ Այսինքն իմեջում ես գրել եմ, Լուսինե ջան, հենց Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը տեսա հաջորդ օրը իմ կարծիքը գրեցի, ասեցի խոսանք փաստերով։ 2008 թվականի ընտրություններից առաջ պարլամենտը Սերժին էր, ինձ լսեք ուշադիր, ընդ մի նայեք։ Հետո կնայեք։ Պարլամենտը 2008 թվականի ընտրություններից առաջ պարլամենտը Սերժինն էր։ Լուսինե ջան, թաղային հեղինակությունների մեծ մասը Սերժինն էին, օլիգարխների մեծ մասը Սերժինն էին, ուժային կառույցները Սերժինն էին։ Կարար լիներ մի հատ ուժ, որը խանգարեր Սերժին նախագահ դառնալուն։ Ուժայինները Իրանն էին։ Թաղային հեղինակությունները Իրանն էին, օլիգարխները Իրանն էին, պարլամենտը Իրանն էր, մեծամասնությունը 2007 թվականի ԱԺ ընտրություններում։ Ով պետք է իրան կանար խանգարել, որ ինքը դառնար երկրի ղեկավար։ Հիմա գիտեմ ինչ կասեն ընդեղից։ Կասեն Քոչարյանի կողմնակիցները, կասեն դե Քոչարյանն էր այդ շանսը տվել Սերժ Սարգսյանին, որ Քոչարյանը այդ շանսը չտար, Սերժը տես չէր դառնա։ Եթե չցանկանար, Սերժը չլներ, մի ուրիշը կլներ։ Սենց կասեն իմանից։ Ոնց որ ասում են հանրապետականը չլներ, 98 թվականին մի ուրիշը կլներ, չէ՞, տենց են ասում իրանք։ Հիմա այդ նույն ձևը կասեն, դե Սերժը չլներ, մի ուրիշը կլներ, այդ Քոչարյանն էր տվել այդ շանսը Սերժին։ Եկեք հիմա էս էլ փաստերով խոսանք, առանց զոմբիավար, էլի Լուսինե ջան, փաստերով։ Եկեք հետ եթանք։ Երբ որ Սերժ Սարգսյանը ստե ուժային կառույցների ղեկավար էր, բան ԿԿԲ-ի, մեկ էլ ՆՎԴ-ի մինիստրը էր, Ռոբերտ Քոչարյանը հələ Ղարաբաղում էր։ Ղարաբաղում էր ու Ղարաբաղն էլ Հայաստանի ենթակա կառույցաեղե միշտ։ Այդ ասում են անկախ եղել Ադրբեջանից, բայց Հայաստանից անկախ Ղարաբաղը չէր կարա երբեք կլներ, երբեք չէր կարա լիներ։ Հայաստան Ղարաբաղի միակ ղեկավարը, որ չի ենթարկվել Հայաստանի իշխանություններին, դեղել է Արթուր Մկրտչյանը։ Ղարաբաղի առաջին անկախ Ղարաբաղի, անկախ Արցախի առաջի ղեկավարը Լուսինե ջան, եղել է Արթուր Մկրտչյանը։ Դաշնակցական Արթուր Մկրտչյանը Գերագույն խորհրդի նախագահ։ Այն վաղ էլ նախագահ բան չկար։ Գերագույն խորհրդի նախագահ, հետո 92 թվականին ՊՊԿ-ն ստեղծվեց, 94-ին նոր նախագահի ինստիտուտն է ստեղծվել, հա։ Այսինքն Արթուր Մկրտչյանը, իդեպ ասեմ Արթուր Մկրտչյանը հերոս մարդ է, իրոք Արմո Հոպարս էլ մոտիկ ընկերն է եղել։ Արմո Հոպարս իր մասին շատ է։ Պարոն Իսագուլյանն էլ է շատ դրա մասին, շատ հորոխբերես, գիտես իրան, հորոխբերես հաշե էր, բայց Արթուր Մկրտչյանի հետ շատ մոտ են եղել։ Ու բայց ինչն եմ ուզում ասեմ, Լուսինե ջան, եթե Ղարաբաղում լիներ մի հատ ղեկավար, որը չի ենթարկվեր Հայաստանին, ինքը կարժանանար Արթուր Մկրտչյանի ճակատագրին։ Այսինքն չէր կարա քաղաքականությունը նենցմանը, որ սիրելով, հարգելով չի, չէր կարա ընդեղներ դաշնակ ղեկավար, ստեղներ հաշը ու նա չի ենթարկվեր Հայաստանին ու մենք հաղթանակներ ունենայինք։ Ղարաբաղում պիտի նենց ղեկավար, որը ենթարկվեր մեր իշխանություններին, տենց էլ եղավ, սկսած Ռոբերտ Քոչարյանից արդեն։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը հաշեի ներկայացուցիչն է։ Եթե որևիցե մի հատ ղեկավար, նույնպես եմ ասում, Ղարաբաղում փորձեր չենթարկվեր Հայաստանի իշխանություններին, ինքը կարժանանար կամ Արթուր Մկրտչյանի ճակատագրին կամ Սամվել Բաբայանի ճակատագրին։ Էն էլ դուս եկավ մեր իշխանությունների դեմ տեսակ, չէ՞ ինչ եղավ։ Այդ տեղ այսքի չէր կարա Ղարաբաղի
Ղարաբաղի ղեկավարությունը չենթարկվել Հայաստանի ղեկավարությանը։ Այդ որ ասում են Ղարաբաղը մենք հաղթել ենք, Լևոնը չի ուզե, այդ թեզը ես եմ ջախջախել, գցել են կողմ։ Չէր կարա տես բանել։ Այդ փաստորեն 90-ականներին, ասենք ինչով եք տարբերում դուք Նիկոլից, երբ որ տես բան եք ասում։ Դե որ 90-ականների Ղարաբաղն է հաղթել, Նիկոլն ասում է, դե հիմա Ղարաբաղն է պարտվել, ես չեմ պարտվել։ Այդ հաղթանակի դեպքում Ղարաբաղն էր, պարտության դեպքում Հայաստանը։ Ոչ, Լուսնե ջան, հաղթանակները Հայաստանը տարել։ Ղարաբաղն էլ ինչ-որ մի հատ մասնիկ Հայաստանի։ Պարտությունն էլ Հայաստանը կրել, ասկա եւ Հայաստանը եւ Արցախը ազատագրողն է, եւ Արցախը անկախ պահողն է, եւ Արցախը հանձնողն է Հայաստանը։ Այսինքն, հասկանում եք, ինչն եմ ուզում ասեմ, շեղվեցի մա եկանք։ Երբ որ Ռոբերտ Քոչյանը եկավ ստեղ վարչապետ, Լուսնե ջան, Սերժ Ախտեն, այդ վաղ ստեղ ուժային կառույցների ղեկավարն էր։ Ասկա այդ բանի դաժե փորձերի Սերժին կպներ, կարող կալանավորեր են իրակ կպնել։ Ուժային կառույցներն են սա երկրներում իշխանափոխություն արեք ուզի չկալանա որ սաղի վրով ինչ ինֆորմացիա ասես կունենա չունենա էլ կսարքի ուժային կառույցների ղեկավարի վրա դաժե Վազգեններ հենվում Սերժի վրա որ Վազգենը համար մեկն էր Վազգենը Ռոբերտ Քոչյանի սարքեց նախագահ 98 թվականին Լուսնե ջան մի գա 98 թիվ հերթով գալիս եմ էլի որ իրանք տեսնան որ ոչ միտեղ այդ Ռոբերտ Քոչյանը չի Սերժին սարքել Սերժը իր եւ մենակ Սերժ Սարգսյանի կարասի Արել եմ Սերժին, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 93 թվականին վերեց պաշտպանության նախարար։ Նրանց հետո արդեն Սերժը իր ճամփեն հարթելով եկել է դեպի նախագահ։ 98 թվականին համար մեկ ուժը Վազգեն Սարգսյանն էր։ Ում Վազգենը ուզեր, նա էր ելնելու նախագահ։ Ում ուզեր։ Եթե արդար ընտրությունով էլ Կարեն Դեմիրճյանն էր հաղթե։ Բայց Վազգենը պահում էր Ռոբերտ Քոչյանին, Ռոբերտ Քոչյանը դարձավ նախագահ։ Իսկ ինչև այդ երկու անգամ Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանն է եկել ասել, որտեղ իր ամենամոտիկ մարդն էր Սերժ Սարգսյանը։ Եկել ասել դուք դիլնես նախագահ, Սերժ Սարգսյանը հրաժարվել է։ Երկու անգամ Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանն եկել ասա դու պիտի լինես նախագահ Սերժ Սարգսյանը չի ուզի ու հետո Վազգեն Սարգսյանը որոշեց որ Ռոբերտ Քոչյանն լինի նախագահ ու տենցել Ռոբերտ Քոչյանն էլ եղավ նախագահ ասկե Վազգեն Սարգսյանը այդ ժամանակ ուզեր որ ինձ էլ ուզեր ես դառնայի որ 18-ը էլ չէ լրացե ընտրելու իրավունք սկի չունեի թեպետ ընտրել եմ Քոչյանի համար ուրիշի տեղը պետք չէ հա ոչի չէ ես ճիշտ ասեմ Լուսնե ջան մի որ ասեմ արդար ընտրություններ եղեն վաղ չեն խնդա վրես ես ճիշտն եմ ասում 98 թվականին այո ես մտե 18 տարեկանից չլրացած մտել եմ ընտրել եմ ուրիշի փոխարեն մտել եմ Քոչյանի համար լավ եմ արել հա ինչն եմ ուզում ասեմ ասկե այդ վաղ որ ես դաժե ընտրելու իրավունք չունեի ընտրելու իրավունք չունեի ունած ընտրվելու եթե Վազգենը որոշեր որ դավոն դառնա երկի նախագահ ես կդառնա երկի նախագահ այդ վաղ Վազգենն էր որոշողը համար մեկը Վազգենն էր Վազգենը Ռոբերտ Քոչյանի դարձեց նախագահ իսկ ով էր Վազգենը հանրապետական կուսակցության նախագահ հիմա այսքանը որ ասացի Լուսնե ջան ամենայն հարգանքով Ռոբերտ Քոչյանին իր հերոսական անցյալն ինքը իրոք հերոս մարդ է, ինքը իրոք ոյն է, այդ որ այդքան ծերեն ա, ինքը իրոք ոյն է, ինքը իրոք կրող տղա է։ Այդ կրել բառը առաջինը ես եմ ասել իմ հայտնի կենացում իր վերաբերյալ։ Բայց Լուսնե ջան, ինքը այնքան ու արած էս պետության համար, որ այս սենց է։ Պետք չի ուրիշներին էլ վերցնել վերագրել իրան։ Ասենք Լևոնի հաջողությունները պետք չի վերագրել Ռոբերտ Քոչյանի կամ Սերժ կամ իրանք ասում են սա դավաճանը մենակ միակ բանը Ռոբերտ Քոչյանն է, տենց չի։ Ռոբերտ Քոչյանը այո հերոս մարդ է, ուժեղ մարդ է, ոյնա, կրող տղա է, ես իրան շատ եմ հարգում, բայց անես չէ որ համար մեկն է եղել ու միակն է եղել ոնց որ ներկայացնում են իրանք ասում են հəm այսքան ասացից հետո որ ասացի որ Վազգեն Սարգսյանը որ կուսակցության ղեկավարն էր հանրապետականի հəmi դուս եկա որ Քոչարյանը չլներ մի ուրիշը կլներ թե հանրապետականը չլներ մի ուրիշը կլներ չէ հասկացաք չէ ինչ եմ ասում դամար եմ ասում ինձ նայեք դեմի ինձ նայեք որ հասկանաք ինչ եմ ասում հետո որ ինձ չետնայեմ ես չեմ կարող մտքերս փախնել նայում եմ նայեք կամ լսում եք հա հասկացաք չէ հəmi ասացիցս ինչա բախում Քոչարյանը չլներ մի ուրիշը կլներ Եթե նաև ես, որ ընտրելու իրավունք էլ չունեի, թե հանրապետականը չլներ մի ուրիշը կլներ։ Դատողությունները թողնենք մեր հետևորդներին։ Թողնենք հարցեր, ես փաստ եմ խոսում։ Ես Սերժի զոմբին եմ, անդերել ասենք կան Քոչյանի զոմբիները, բայց եկեք մեր իմ ու ձեր զոմբիությունը դնենք մի կողմ, խոսանք փաստերով։ Ես ինչ ասեմ փաստ եմ խոսում։ Եկեք 99 թիվ, 99 թվին Վազգենը ցույցեց իր ուժը։ Պարլամենտում բացարձակ մեծամասնություն Ռոբերտ Քոչյանի կուսակցությունը դաշնակցությունն էր որ այդտեղ մենակ Քոչյանի ֆակտորը չէր դաշնակների ֆակտորն էլ կար իրար հետ ինչքան ավակին վայ թե 7% այդ տարբերությունը այդ էր Վազգենի ու Ռոբերտ Քոչյանի որ կուսակցության ղեկավարն էր Վազգեն Սարգսյանը հանրապետականի եկանք հոկտեմբերի 27 հիմա գանք այ հոկտեմբերի 27-ից հետո մի քանի ամիս հետո Քոչյանը դարավ համար 1
Արդեն ուժեղացավ, բայց էլի ոչ միակը։ Սերժ Սարգսյանի մեկ էլ Անդրանիկ Մարկարյանի հետ միասին։ Հոկտեմբերի 27-ի ճգնաժամը Լուսինե ջան, ով է հաղթահարի։ Ով է հաղթահարի։ Սերժ Սարգսյանը։ Մանվելի դեմը ով է առել։ Այդ ում խաթել Մանվելը ստոպ տվեց։ Մանվելը պուշկեքը սրել էր արդեն, հա, Բաղրամյան 26-ի վրա։ Ուղղություններ եկալ է Բաղրամյան 26-ին, ու գիտեք ինչ է տեղի ունենալու։ Մի հատ էլ հոկտեմբերի 27-ի ուդար էին կերել, մի հատ էլ հոկտեմբերի 28-ին էինք ուդար ուտելու։ Ով է ամեն ինչը կանխեց։ Սերժ Սարգսյանը, փաստ եմ ես ասում։ Ով էր, որ Մանվելը տանկերով այդ Բաղրամյան 26-ի վրա, ով էր Քոչյանի պաշտպանելու։ Կարող է պաշտպանել Ռուսաստան, տեսեք փաստ եմ ասում, կարող է 102-րդ բազան գար պաշտպանել Քոչարյանին։ Բնականը կհաղթեին Մանվելին։ Արունահեղություն մի հատ կլներ, մինչև վերջի երկրապահ վազգենականը կզոհվեր, արունահեղություն կլներ։ Անդից Թուրքը կմտներ Ղարաբաղը կվերցներ, տեսեք ինչից է կանխել Սերժը, ասի Սերժն է կանխել։ Անդից Թուրքը մտնելու Ղարաբաղը վերցներ, ու ստեղ էլ արդեն եթե հաղթեր, կարող է Քոչյանն էլ դե արդեն այդ արանքում մեռածել, զոհվածելներ, Աստված չանի։ Ու իր փոխարեն եթե ուրիշը գար կամ ասեք ինքը մահացած չլեր, ինքը մնացածել էր, էլ չէր մլնի Հայաստանի, անկախ Հայաստանի նախագահ։ Արդեն կներ ռուսական գուբերնիայի գուբերնատոր։ Եթե նույնիսկ այդ տարբերակ աշխատեր։ Ով է այդ ամեն ինչի դեմը կանխել Սերժը, այսինքն մեր անկախությունը դե պայլա Սերժը։ Անկախությունը պահելա Սերժը, թե չէ մենք դառնալու ենք կամ ռուսական գուբերնիա, Քոչարյանը կամ եթե ինքը զոհվածել է մի ուրիշ մարդը ներու էր գուբերնատոր, կամ էլ եթե Մանվելն էր խփում Քոչարյանին, մի հատ երկրորդ ուդար կերած պետք է հոկտեմբերի 28, մի հատ էլ կերած կլինենք հոկտեմբերի 28, մի հատ էլ հոկտեմբերի 28։ Այդ ամեն ինչից պետությունը փրկելա Սերժ Սարգսյանը, բոլորը գիտեն որ այդ ժամանակ եղելա բան, սաղ էլ գիտե որ Սերժը գնաց, հանգստացեց աղին, իրանելի խաչվեց, ինքը հրաժարական տվեց ու այդ ամեն ինչից փրկեց։ Հիմա գանք 2003 թվի ազգային ժողովի ընտրությունները։ Այդ ժամանակ Լուսինե ջան, ում կողմը անցներ Սերժ Սարգսյանը, ուժայինները, նա էլ ուժայինները ղեկավարել, նա էլ հաղթել էր, ընդդիմությունը շատ ուժեղ էր։ Սաղ միավորվել էին, Ստեփան Դեմիրճյանն էր հոր ավտորիտետի տակ գալիս էր, Կարեն Դեմիրճյանի ավտորիտետի տակ գալիս էր, բայց եթե այդ ժամանակ Ստեփան Դեմիրճյանն էր հաղթում, պետությունը կործանվել էր, որովհետև ինքը թույլ ղեկավար էր, Կարեն Դեմիրճյան չէր։ Այն մնացածներ, որ իրան բերում էին, Քոչյանին գցել էին, ինքը լրի մի հատ թագուհի դման ղեկավարը մնացած ամեն մեկը իր հարցերն է լուծելու։ Պետությունը դրանից կտուժեր։ Շնամար շատ ճիշտ էր, որ Սերժ Սարգսյանը տեղ պահեց Քոչարյանին։ Ու Քոչյանը հաղթեց հենվելով էլի այդ հանրապետականի Անդրանիկ Մարկարյանի, մեկ էլ Սերժ Սարգսյան ուժային կառույցների վրա։ Այն հանրապետականի, որ ասում են հանրապետականը չլեր, մի հատ ուրիշը կլներ։ Հիմա ով է ում վրա հենվել, ով է ում բերել պահել։ Հա, Լուսինե ջան, եկան 2007 թիվ։ Սերժ Սարգսյանի հուսակցությունը բացարձակ մեծամասնություն հավաքեց պարլամենտում, նորից եմ ասում, պարլամենտում Սերժը հաղթեց բացարձակ մեծամասնությամբ։ Ուժային կառույցները սաղ Սերժինն էին, թաղային հեղինակությունների մեծ մասը Սերժինն էին, մի հատված էլ Քոչարյանն էր, օլիգարխների մեծ մասը Սերժին էին, մի հատված էլ Քոչարյանն էր։ Համի այս մարդու դեմը մեկը կարար առներ, այդ մարդը պրիեմնիկ է, թե Նապոլեոնի ասած ասեց գահը վերցել է, ինքը դրել է իր գլխին։ Գահը վերցրել է ու դրել է իր գլխին, Լուսինե ջան։ Հասկացա՞ք, ասա է իմ կարծիքս։ Սրա վերաբերյալ ամենայն հարգանքով Ռոբերտ Քոչյանի նկատմամբ Լուսինե ջան, իրան շատ եմ հարգում, իր հերոսական անցյալը։ Իհարկե, ես իրան չեմ համարում այտենց ոնց որ մնացածն են համար, որ միակն է եղել, ասենք համար 1 ու միակ, համար 1 եղել է։ Իր կառավարման տարիներին Անդրանիկ Մարկարյանի հետ ու Սերժ Սարգսյանի հետ միասին, բայց 90-ականներին համար 1 էս միշտ ասեմ, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իսկ տնտեսությունը ճգնաժամից, էդ էլ իմ դուրը չի գալու, միշտ ասում են փլատակներ էր Հայաստանը։ Տնտեսությունը մենք խորհրդային միությունից Լուսինե ջան ժառանգել ենք ճգնաժամային տնտեսություն, որը գնալով այլ նոր ճգնաժամի ավելի ուժեղ խորացավ ճգնաժամի մեջ, ավելի խորացած ճգնաժամի մեջ հայտնվեց։ Այդ ճգնաժամից մեր տնտեսությունը հանել է Հրանտ Բագրատյանը։ Եվ որ Հրանտ Բագրատյանը արդեն տնտեսությունը վարչապետությունը փոխանցեց Արմեն Սարգսյանին, այն անգլիացուն, նա կար ժամանակ անց, հետո Ռոբերտ Քոչյանը եկավ, այդ ժամանակ մեր տնտեսությունը ճգնաժամից ելել, մենք արդեն ատոմական ենք բացել։ Խի ատոմական բացող տնտեսությունը ճգնաժամային, հա։ Դե շատ են ասում, որ Ռոբերտ Քոչարյանի տարիներին մարդիկ լավ են ապրել։ Հա, ով ասում չէ։ Ռոբերտ Քոչյանը դրեց, ասկա Ռոբերտ Քոչյանը ոչ թե եկել ասте փլատակներ ա եղել, ու այդ փլատակներից կառուցել է, Ռոբերտ Քոչյանը եկել ասте հզոր հիմքով պետություն ա եղել, առաջի հարկներ հələ գցած, ինքն էլ փայլուն կառուցել է երկրորդ հարկը, ով ասում չէ, ես ասում եմ չէ։ Լուսինե ջան, Քոչյանը համ հերոս է, համ ոին է, ոին։
Ես ճիշտ եմ ասում, համի կրող տղա է։ Այդ կրել բառը ես իմ հայտնի կենացում եմ ասել։ Կհիշեք, այդ կենացը մեկ-մեկ որ ասում են Սերժին մերժե իր աջակիցները, մոռանում են, բա Քոչյանին ոնց են մերժե։ Այդ կենացը հիշեցի, մի հատ ասեմ, էլի 18 թվականին որ այդ կենացը խմի միլիոնավոր դիտումներ հավաքել։ Ռոբերտ Քոչյան, ես որ եկա, այդտեղ ինձ հրավիրել մի հատ առիթի։ Սա իմ հարազատներն էին։ Սեղանը գցած։ Այդ զապիսի մեջ տեմեք ես եմ եկել մեր ընկերներից մեկն ա դեմս ասած մարդ չկա։ Գիտեք խի, որտեվ սա հելան որ տեսան Քոչյանի կենացն եմ խմում։ Ես ասի կարակ հելեք, բա էդի մերժել, չէ։ Ես ասի կարակ հելեք, ասի ես Քոչյանի կենացը պիտի խմեմ։ Կարակ սաղը դա պատերի հետ կխմեմ, բայց ես իմ ասելի կասեմ ու Քոչյանի կենացը խմեմ։ Ուտեղ եմ ասում Քոչյանը կարող տղա է, ես ազդված է այդ վաղ շատ, որ Քոչյանին բռնեցին տանը ու ասում արես մարդ ու կողքնել մարդ չկա, արա։ Կրած տղա ուժեղ տղա, նայում իր կողքը մարդ չկա, Լուսնե ջան։ Բայց ես ոչ կանեմ, ես տղումա չպայքարեմ, ես մարդումա չպայքարեմ։ Խմել եմ այդ վաղ Քոչյանի կենացը, ուտեղ ես եմ առաջի մարդը, որ ասեմ Քոչյանը կրած տղա է, Քոչյանը փախնող տղա չի։ Կենացը խմել եմ, այդ դեմից տղեն էլ ու ընկերը, նա ամոթ ու ոչ թե ամոթ ու մնաց, որ մենակ չմնամ, ինձ հարգեց, էլի, բայց սեղանը գցած էր, որ նայեք տենակ ինչ մեծ սեղան է, սա ես ասի կարակ հելնեք սաղատ։ Ես այս կենացը խմել եմ, չէ ինձ մի հրավիրեք։ Ես գալիս եմ չհասկացա կարող ձեր կենացները դուք դի խմեք, ես իմ կենացը չխմեմ։ Հելեք մի խմեք։ Դաժե իրանք կարային նստեին չխմեին, չէ, բայց իրանք դաժե նստած չմնացին հելա։ Սաղ սեղանից հելա մնաց այդ ընկերս դեմս, ինքն էլ բայց դեմ էր Քոչյանի, որտեղ մյուս օրը որ տեսավ այդքան միլիոնավոր դիտումներ, ասում է Դավոթ ջան, ախպոր պես ես խայտարակ եղա բան, ես բռնեցի իմ էջում գրեցի, որ այդ տղեն ինձ հարգելով նստել է, ինքը չի կիսում իմ կենացի մեջ մենակ եմ, ես սաղ կյանքս եմ մենակ եմ կենաց խմել, ոչ մեկի կարիքներ չունեմ, սենց էլ գրեցի իմ էջում։ Հա, չէ ի՞նչն եմ ուզում ասեմ, Քոչյանն էս մարդն է, Լուսնե ջան, բայց որ պրիեմնիկ Սերժ իրան, տենց չի, որ համար մեկ, որ Լևոնը չի ուզել, ինքն է եղել համար մեկ ասել, որ տենց բան չկա։ Դες բան չկա, Լևոնն է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել, համար մեկ մարդը 90-ական թվականների պատերազմում իր գլխավորությամբ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, մեկ էլ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Էս էլ է Լուսնե ջան։ Շնորհակալ եմ։ Վերջը մի խոսքով վերջացրեցի, էլի, չէ՞ դա ուզում ասել, հա։ Կարծում եմ փաստերով ներկայացրեցիք, չեմ ուզում շատ բորբոք։ Չէ, ես Լուսնե ջան, ես ամենայն հարգանքով, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Ճիշտը մնում է ճիշտ, ես ճիշտն եմ ասում, ցավը տանեմ։ Ես բացի փաստից ուրիշ ոչ մի բան չասի։ Ես էլ Սերժի զոմբին եմ։ Մի հատ զոմբիություն տեսակ դե։ Ես փաստերով ասեցի, փաստեր եմ ներկայացրել։ Հələ այդ ինչ ասում եք, փաստ եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ձեզ, ինչպես միշտ շատ անկեղծ հարցազրույցի համար, շնորհակալ եմ մեր հետևորդներին, այստեղ ձեզ ողջույններ, ձեր խոսքեր, կիսում են ձեր կարծիքը, ճիշտ ասած, բացական մեկնաբանություններ դեռևս չեմ տեսել, այստեղ իհարկե մեր շատ էմոցիոնալ ընդդիմադիր ընկեր ձեզ գրել են YouTube-ում։ Ապրեք, ժողովուրդ ջան, ապրեք, պարոն Մկրտչյան, մի խոսքով շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար, շնորհակալ եմ նաև մեր հետևորդներին ակտիվ լինելու համար, մեկնաբանություններ թողնելու համար, շարունակեք հետևել Live News-ի ուղիղ եթերին։